Քրիստոսի խաղաղությունը ձեր հետ Ալլահ սիրելիներս, մեր այսօրվա նյութն է Քրիստոսի ծնունդը կմոտենա եւ փողոցներու տպահարության, զարդարանքի լույսերուն եւ երաժշտության միջև կմնա ավելի խոր եւ ճշմարիտ իմաստը, քան բոլոր այս տեսարանները։ Ավելին այս իմաստը մեզ կհիշեցնե թե ինչու մենք կտոնենք Քրիստոսի ծնունդը եւ ինչու այս տոնը ամեն տարի կառնչվի մեր սրտերուն։ Նախքան ծառը զարդարել եւ նախքան առաջին լույսը կախել, թող մեր սրտերը զարդարվին, քիչ մաքրենք օրերու խավարը եւ թող սիրո համար միջանցք բաց ըլլա մեր սրտերուն։ Ծնունդը սկսի ներքին լույսեն, ոչ թե արտաքին զարդարանքեն։ Մեր ավելի տարաբաց երկիներ են, երբ որ ամեն անկյուն պատմություն մկսի ծանրության։ Կան մարդիկ, որոնք իրենց օրը կանցնին դժվարությամբ եւ միայն անհրաժեշտ է մեկ խոսք, որ սփոսե, մեկ հաց, որ ծածկե, մեկ սրտե սիրտ մոտիկությունը, որ տակասնե, կամ մեկ հայացք, որ կսե, կտեսնեմ քեզ եւ չեմ մոռնար քեզ։ Կա մարդիկ, որոնք սարած են, ոչ միայն ծմեր են, սարած են, որովհետև ոչ ոք չի արած իրենց կողքին։ Կա մարդիկ, որոնք սոված են, ոչ միայն կերակուրի համար, սոված են ջերմության, ուտեցման եւ ուշադրության։ Կա մարդիկ, որոնք միայնակ են, մարդիկ, որոնք միայն մեկ հավատարիմ խոսի կարիք ունին ու կպայծառացնեն իրենց օրը։ Եվ ահա իրական ծննդյան իմաստը, փոխանակ, որ մենք կենտրոնանանք փաթեթված պարգևի վրա, մենք կդառնանք պարգևը մեկին համար, ով կարիք ունի։ Եվ մենք չենք զարդարել տունը, այլ զարդարենք սիրտը, եւ չենք երգել հոգեհարազատ երաժշտությունները, բայց իսկապես կապրենք դրանք։ Հիսուս, որ ծնած է ամենեն աղքատ վայրին մեջ, մեծ սովերցուց, որ մեծությունը ոչի մեջ չէ, այլ սիրո մեջ է, եւ խոսած է. սոված էի եւ դուք կերակրեցիք ինձ, ծարաված էի եւ դուք ջուր տվիք ինձ, անհայտ էի եւ դուք ընդունեցիք ինձ։ Մատթեոսի ավետարանին 25-րդ գլուխ 35-րդ համարին։ Այս խոսքը միայն պատգամ չէ, այս խոսքը հայլի է մեր սրտերուն համար։ Թող այս տոնը ըլլա տարբեր, եւ թող այն ըլլա կյանք, ոչ թե սովորություն։ Թող ծառի լույսը հիշեցնե քեզ քո լույսը, թող մեկի սիրտը ուրախ ըլլա, որովհետեւ դու հիշեցիր, թող քո սիրտը ըլլա վայրը, ուր Հիսուս ամեն օր ծնունդ կառնի։ Եվ ամենագեղեցիկ աստղը, հուսալի հայացք է, որ տաս ինձ համար կոտրվածին, եւ ամենագեղեցիկ հոգեհարազատ երգը նվիրելու խոսք է, որ դուրս է քեզնից։ Եվ ամենագեղեցիկ զարդարանքը սիրո գործ է, որ ոչ ոք չի տեսած բացի Աստված։ Եվ հնարավոր է, եթե ամեն մեկը որոշի անել փոքրիկ բարություն, անհատական, բայց լուրջ մի բան, կտեսնենք, որ տոնը կրկին շնչում է, եւ մենք կտեսնենք, թե երկիրը ամեն ինչի միջով անցնելով մինչ օրս կփայլի, մինչ օրս կարող է ուրախանալ ու դեռ կարող է գրկել նոր լույսի ծնունդը։ Ծնունդը մի օր չէ միայն, այլ կյանք է լեցուն սերով եւ փայլով։ Շնորհավոր նոր տարի եւ սուրբ ծնունդ, կմաղթեմ ձեզ խաղաղություն, ուրախություն եւ սեր բոլորի համար, ամեն։